Մարիա հեռուստասերիալում գրքերը բորբոքվել են։ Մարիան, ով մեկուսացված էր հիվանդանոցում բարձր ջերմությամբ ու հոգեպես տանջված, այս պահին նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ բեկումնային իրադարձություններ են սպասվում իրեն։ Տիկին Ալիսան ահա որ անհանգիստ է։ Նրա թորնուհին ողջ գիշեր տանը չի եղել, բայց Ռուբենը չցանկանալով նրա նյարդերը փչացնել, զանգում է Նոնային ու խնդրում նրա միջոցով հանգստացնել մորը, ասելով իբր Մարիան իրենց հետ է եւ ամեն ինչ լավ է։ Նոնան էլ հերթական կեղծ բացատրությունն է հորինում, իբր Մարիան գիշերը անցկացրել է իր աշխատանքի վայրում զբաղված Դավիթի գործով։ Սկզբում տիկին Ալիսան հավատում է, բայց երբ ժամերն անցնում են, իսկ Մարիան չի վերադառնում, նրա կասկածներն ուժեղանում են։ Տատիկի սիրտն ուղղակի չի հանդուրժում այս լռությունն ու Մարիայի բացակայությունը։ Իսկ այդ ընթացքում Լիլիթը գալիս է հիվանդանոց տեսնելու Մարիային, բայց երբ տեսնում է Դավիթին, Աբուլին ու Ռուբենին, հենց Դավիթի ներկայությամբ բացահայտում է գաղտնիքը, հարցնելով պարզել են արդյոք թե որտեղ էր Մարիան ամբողջ գիշեր։ Դավիթը ապշում է, քանի որ Ռուբենը Աբուլի հետ պայմանավորվել էր դեռևս Դավիթին ոչինչ չասել Մարիայի տանը չգիշերելու մասին։ Ռուբենն ու Աբուլը այդ պահին խառնվում են իրար, իսկ Աբուլը առանձնանում է Լիլիթի հետ ու մեղադրում նրան լեզուն չզսպելու համար։ Դավիթը եւս իրեն արդեն չի կարողանում կառավարել։ Նա մտնում է Մարիայի հիվանդասենյակ ու հարցնում, արդյոք Մարիան չունի իրեն բացատրելու բան, օրինակ ուր է եղել ամբողջ գիշեր։ Մարիան հասկանում է, որ այլևս թաքցնելու տեղ չկա։ Դավիթը արդեն տեղյակ է։ Բայց արդյոք նա կհասկանա, թե Մարիան ինչու է գնացել այդ քայլին, ինչու է հանդիպել Ռաֆին, չէ՞ որ այդ ամենը Մարիան արել է հենց հանուն Դավիթի, նրան փրկելու ու բանտից ազատելու եւ արտաքին սպանողին իրական մեղավորին ձերբակալելու համար։ Իսկ Ռաֆը իր հերթին նոր մութ պլաններ է մշակում։ Նա վստահ չէ, արդյոք Մարիան արդեն գիտի ճշմարտությունը իր կատարած սպանության մասին։ Իսկ եթե գիտի, ուրեմն նա պետք է ապահովի, որ Մարիան այդ ճշմարտությունը երբեք չբացահայտի։ Ռաֆը արդեն որոշել է, եթե Մարիան վտանգ ներկայացնի իր համար, ապա ինքը ընդմիշտ կլռեցնի Մարիային ու կփակի նրա բերանը, սպանելով նրան։ Հարգելի հետևորդներ, արդյոք Դավիթը կհասկանա Մարիային, եթե Մարիան պատմի իր պլանների մասին, արդյոք կհամաձայնի, որպեսզի Մարիան իր կյանքը վտանգի հանուն իրեն։ Եվ երկրորդ հարց. եթե Ռաֆը իմանա, որ Մարիան գիտի ամեն ինչ, արդյոք իրոք կսպանի նրան։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու համար ամենահետաքրքիր զարգացումները։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դաշը բարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկողիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք խոսքում։ Այսօր։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդն եմ անում։ Չէ՞ սուր։ Նեժնին են ստես սպասում են, երբ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас. С
тобой у нас։ Բա, այս տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուրա։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ նորմալ։ Իսկ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Wow. As for now drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հո, ինք շատ լավ բաբա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։